Барик здесь. Значит, зовут меня Давид Ашотович, Афганистан. Я являюсь капитаном службы национальной безопасности Армении. Ազգային անվտանգության ծառայության կապիտան ներկայացող Դավիթ Աշոտովիչն իրականում շարքային զեղծարար է, որ պարզ չէ ինչ նպատակով կապ է հաստատել մեր զրուցակից Վարդան Օնանյանի հետ։ Նախ ճշտել է, հարմար է զրուցել թե ոչ, ապա պատմել, թե իբր հայ-ադրբեջանական խաղաղությանը վտանգ է սպառնում, քանի որ ահաբեկչություն է սպասվում Երևանում ու Բաքվում։ Почему-то некоторые предотвратить вот этот мир. В Ереване никаких терактов не было. Զեղծարարն ասում է, ռուսերեն է խոսում, որովհետև նյութերը հետո ուսումնասիրվելու են նաև Ադրբեջանում։ Օնանյանը ռուսախոս կեղծ կապիտանի հետ զրույցն ընդհատել է, հասկանալով, որ զեղծարարների թիրախում է։ Извините, разговор окончен. Վերջում ինձ ասում է լավ, դե որ տենց է կգան, ոնց որ կարգնած ես կձերբակալեն, բռնի ուժով կտանեն, ասի հաջողություն, разговор окончен։ Մինչև կասկածելի զանգը Վարդանը WhatsApp-ով տարօրինակ նամակ է ստացել փոխնախարարներից մեկի անունով լուսանկարով գրանցված հաշվից։ Ասել են, թե ԱԱԾ կապիտանը կկապվի իր հետ քննարկելու հարցեր կան։ Ի դեպ, Վարդանն ասում է, անձամբ երբևէ չի ճանաչել փոխնախարարին, որի անունից իր հետ կապ էին հաստատել։ Հետո ես ճշտեցի, որ իր համարը չի եւ նաեւ միջնորդավորված, խնդրեցի իմ ընկերներին, որ իր հետ ճշտեն արդյոք ինքը ինձ որևէ բան գրել է, ասել էր, որ ոչ։ Մեդիափորձագետները շղթան ուսումնասիրել են, պարզվում է զեղծարարները լավ նախապատրաստվում են, զննում մարդկանց կապերը եւ եթե կեղծ կապիտանի հետ Վարդանն օրինակ շարունակեր զրույցը, նրան համագործակցություն էին առաջարկելու, ապա ասելու էին, որ Ադրբեջանից իր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, կարող է կանխիկացնել կենտրոնական բանկում եւ ուղարկել նոր հաշվի։ Պարզվում է զեղծարարների թիրախում լրագրողներ հասարակական քաղաքական գործիչներ են։ Բազմաթիվ դեպքեր տեսանք, որ օրինակ օգտագործվել էր Հայաստանի ժուրնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի անունը, բայց դա ինքը չի, եւ իր անունից գրում են լրագրողներին եւ սկսում են ներկանալ, ասում են, որ գործ է բացվել, ԱԱԾ-ի հետ կապված այսպիսի մի բան, շատ վախենալու, այսպիսի մի սցենար, եւ բանը գրում է նրան, որ փորձեն այդ մարդուց վախեցնելով, ինչ-որ տարօրինակ պատմությունների մեջ գցելով, ինչ-որ գումարներ կորզել։ Մի քանի դեպք ենք տեսել, ընդ որում դեպքերից մեկով, երբ մենք սկսեցինք ուսումնասիրել, սկսեցինք տարօրինակ հարցեր տալ եւ ում հետ խոսում էինք, այդ հաքերը հասկացավ, որ այստեղ երևի իր հետքի վրա են ընկել, անմիջապես սկսեց ջնջել եւ նույնիսկ չկարողացանք հետքերը պահպանել։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է, որ իր անունից բացված հաշիվներով եւս փորձում են մարդկանց խաբել։ Նախարարը նույն սցենարն է նկարագրել։ Դժվար է հասկանալ զեղծարարների հետքերը ուր են տանում, բայց ըստ փորձագետի այն, որ գիտեն ինչ գրել մարդկանց ուշադրությունը գրավելու կամ վախեցնելու համար, հուշում է, որ առնվազն հայաստանյան գործընկերներ ունեն։ Տարածված է մեծ ծավալի WhatsApp-ով phishing, այսինքն նախ լեգիտիմ օգտատերերին ուղարկում են, օրինակ ձեր ընկերոջ ուղարկում են ինչ-որ տարօրինակ հղում, առաջարկում են խմբի միանալ։ Այդ խմբին միանալու հղումը իրականում խմբի միանալու հղում չի, այլ WhatsApp-ը այլ սարքում տնելու հղում։ Հետո մտնում են ընկերների պատմության մեջ, ուսումնասիրում են ովքեր են ընկերները, ում հետ են գրել եւ հետո սկսում են արդեն թիրախային այդ մարդկանց հետ գրել, ընդ որում այս պահին իմ տեսած հարձակումներ ավելի շատ պարզ խաբեության, շորթման դեպքերի են վերաբերում, այլ ոչ թե ինչ-որ շատ լուրջ հաքերային գործողության։ Տարօրինակ նամակներ ստանալու դեպքում մասնագետը հուշում է, նախ փորձեք ճշտել, իրականում ձեր ընկերն է նամակի հեղինակը, թե նրա անունով զեղծարարը, հետո միայն պլանավորեք հաջորդ քայլերը։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։